Բարի եկեք Տիկին Մարգարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք Անտալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումից, որտեղ Հայաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը։ Եվ այսպես շատերը նշեցին, որ պետք չէր գնալ այնտեղ, շատերը նշեցին, որ ճիշտ էր գնալ այնտեղ։ Ինչ արդյունք ձեռք բերեցինք, այսպիսի միջոցառումները արդյոք Հայաստանի համար կարևոր են եւ եթե կարևոր են կամ եթե կարևոր չեն, որ շեշտադրումներին ամենաշատը կանդրադառնանք։ Միանշանակ կարևոր են, մենք արդեն երրորդ անգամ է որ մասնակցում ենք այդ միջոցառմանը, ընդհանրապես գիտեք յուրաքանչյուր պետություն, երբ որևէ ֆորում է ուրեմն անցկացնում, դա հնարավորություն է տալիս տվյալ պետությանը իր նարատիվները, իր ազգային պետական անվտանգային շահերից բխող նարատիվները աշխարհին մատուցելու համար։ Եվ դա նաև հնարավորություն է տալիս մասնակիցներին ունենալ երկկողմ բնույթի հարաբերություններ եւ նաև համապատասխան պանելների շրջանակներում նաև իր նարատիվները ներկայացնել աշխարհին։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մենք այս առումով լինենք ակտիվ եւ առավելապես ակտիվ լինենք հենց թուրքական կողմի հետ, ինչու, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ կարևոր է նաեւ Թուրքիայի դիրքավորումը, այո, դերակատարումը եւ դիրքավորումը։ Նույնը մենք կարող ենք ասել մեր Երևան դիալոգի մասին, որ մենք արդեն երկրորդ տարի այս տարի անցկացնելու ենք, որը նորից մեր համար հնարավորություն է տալու մեր նարատիվները աշխարհին մատուցելու համար։ Ինչ վերաբերում է ֆորումի կարևորությունը հենց Հայաստանի համար, մենք ունեցանք այնտեղ պանելային քննարկում, որին մասնակցում էին հայկական, ադրբեջանական եւ վրացական կողմի ներկայացուցիչները։ Դա նույնպես բավական կարևոր էր, բավական կարող եմ ասել պրոդուկտիվ էր, արդյունավետ էր, որովհետև հայկական կողմը հնարավորություն ունեցավ իր բոլոր դիրքորոշումները առաջ տանել, ներկայացնելու թե ինչքանով իրատեսական չէ Ադրբեջանի այն մոտեցումը, որ ամեն ինչ կամ ոչինչ, եւ եթե մենք ունենք արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, ապա ավելի խելամիտ կլինի այդ տեքստը ստորագրել, խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ այնուհետ անցնել արդեն ածանցյալ մնացած խնդիրների հանգուցալուծմանը, մասնավորապես քանի որ Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյանը ընդգծեց, որ այդ համաձայնագրի տեքստում կա այնպիսի դրույթ, որը ենթադրում է հանձնաժողովի ստեղծում հայ-ադրբեջանական, որը կզբաղվի հետայսու այն հարցերի դիտարկմամբ, քննարկմամբ եւ հանգուցալուծմամբ, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնագրի ստորագրումից հետո կունենան տարաձայնություններ։ Դա իհարկե կարող է վերաբերել եւ համաձայնագրի տեքստի դրույթներին եւ այն հարցերին, որոնք դուրս են մնացել համաձայնագրի տեքստից։ Հետևաբար միանշանակ սա արդյունավետ է եւ կարծում եմ, որ մենք պետք է առասարակ լինենք ամենուր, որտեղ կա Ադրբեջանը։ Տեսեք, Տիկին Մարգարյան, ֆորումին իհարկե ադրբեջանական կողմը բավականին, այսպես են ասում վերլուծաբանները, միջազգային մամուլը, փորձում էր ճնշել թուրքական կողմին, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները ածանցեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, որը այդքան էլ ճիշտ չի, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները պետք չի կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, եւ Թուրքիան էլ կարծես մինչև վերջ ազնիվ չի խոսում, ասելով, որ մենք Հայաստանի հետ սահմանը կբացենք եւ մնացած բոլոր գործառույթները կիրականացնենք պայմանով, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն Ադրբեջանի շահը գերադասելով։ Այս մասով մեկնաբանեք։ Իհարկե հայկական կողմի դիրքորոշումը հետեւյալն է, որ շատ ավելի խելամիտ կլիներ, եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որովհետև դրանից հետո շատ ավելի հեշտ կլիներ անցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց Թուրքիայի համար, ինչպես հասկանում եք, սա կարմիր գիծ է, որը ամենևին չի նպաստում հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա ես ըստ էության դիտարկում եմ որպես նախապայման։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն էլ վերջին ժամանակներս բավական լարված են եւ մենք պետք է կարողանանք այս իրավիճակից օգտվել, որպեսզի Թուրքիային հնարավորինս ունենանք որպես շահագրգիռ կողմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։ Ես այստեղ հենց միտումնավոր չեմ օգտագործում միջնորդ կողմ ուրեմն արտահայտությունը եւ եթե հիշում եք, երբ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տալիս թուրքական լրատվամիջոցներին, այդպիսի հարց հնչեց, արդյոք դուք դիտարկում եք Թուրքիայի հնարավոր միջնորդական առաքելության հնարավորությունը եւ պատասխանը հետեւյալն էր, որ կարծես թե ժամանակահատվածը ցույց է տալիս, որ երկկողմ ձևաչափով շատ ավելի հեշտ են կողմերը կարողանում բանակցել եւ իհարկե մենք կարող ենք ուրեմն ողջունել բոլոր այն երրորդ կողմի ցանկությունները եւ գործողությունները, որոնք միտված կլինեն
հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց դիտարկել որպես միջնորդ, կարծում եմ, հենց հատկապես Թուրքիայի պարագայում դա չի բխում հայկական կողմի շահերից։ Հետևաբար այո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ ավելի լավ կլիներ, եթե լիներ առաջին տեղում, որտեղ դրանից հետ մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը նաև խոչընդոտում է հենց համաձայնագրի ստորագրումը, որովհետև շատ լավ է հասկանում, որ դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար լայն դաշտ է բացվելու, իսկ Ադրբեջանի հիմնական նպատակը բնականաբար ոչ թե այն արդար ուրեմն երկարատև խաղաղության հաստատումն է տարածաշրջանում, որի մասին մենք ենք խոսում, այլ հնարավորինս Հայաստանի մանևրելու հնարավորությունները սահմանափակելն է։ Տեսեք, արտգործնախարարների, այդ շփումից հետո արտաքին գործերի նախարարը Թուրքիայում էր, Անտալիայում էր, հաջորդեց փոխարտգործնախարարների հանդիպումը Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի։ Էլի փորձում են ինչ-որ բաներ անել վրացական կողմի մոդերատորությամբ, որպեսզի հարաբերությունները կարգավորվի, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը տարատեսակ միջոցառումներ է կազմակերպում եւ լայն շատ վտանգավոր թեզ է տանում Արմենիան-Ադրբեջան խոսույթը։ Այս մասով։ Այո, շնորհակալ եմ, որ ընդգծում եք սա, որովհետեւ կարծես թե այս հարցը մեր հանրային դաշտում, մեդիա դաշտում այն չափով է եւ շատ չի խոսվում այս մասին։ Գիտեք որն է խնդիրը, մենք հասկանանք որն է խնդիրը եւ հասկանանք թե այդ խնդրից ածանցյալ ինչ գործողություններ մենք պետք է իրականացնենք։ Խնդիրն այն է, որ մեր խաղաղության օրակարգը որպես այդպիսին մի օրակարգ է, որ իր մեջ ներառում է թշնամանքի էջը փակելը։ Եվ իշխանությունները այս ուղղությամբ բավական լուրջ ներհայաստանյան մասնավորապես գործընթացներ են իրականացնում, ընդ որում երբեմն այս գործընթացները նաև բավական ոչ պոպուլյար են։ Ոչ պոպուլյար են, որովհետև զուգահեռաբար մենք լսում ենք Ադրբեջանի կողմից այնպիսի նարատիվներ, այնպիսի հայտարարություններ, ընդ որում բարձր եւ բարձրագույն մակարդակով, որոնք լսելիս հանրությունը, հայ հանրությունը հասկանում է, որ կարծես թե այդ խաղաղության օրակարգը գոյություն ունի միայն Հայաստանի համար, այսինքն զուգահեռաբար Ադրբեջանից մենք չենք լսում այդ նարատիվները, որոնք կնպաստեն այդ խաղաղության օրակարգի իրականացմանը, եւ զուգահեռաբար ինչ է անում Ադրբեջանը, բոլոր միջազգային հարթակները օգտագործում է, որպեսզի արևմտյան Ադրբեջան թեզը լեգիտիմացնի, եւ վերջերս նաեւ չմիավորման շարժման շրջանակներում մի ուրեմն փաստաթուղթ է ընդունվել, որտեղ տեղ է գտել հենց այդ թեզը։ Եվ սա ինձ հիշեցնում է նախորդ տասնամյակների ընթացքում Ադրբեջանի վարած քաղաքականությունը, երբ իրենք եւ իսլամական կոնֆերանսի շրջանակներում եւ չմիավորման շրջանակներում իրենք կարողանում էին 20% օկուպացիայի հարցը ներառել, զուգահեռաբար, քանի որ այն ժամանակահատվածներ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը 3 միջազգային իրավունքի 3 սկզբունքների շրջանակներում էր դիտարկվում, ուժը չկիրառելը, ժողովրդների ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը, իրենք կարողանում էին այդ հարթակներում հարցը մտցնել, ֆիքսել 20%-ի խնդիրը եւ հարցը ներկայացնել, որ այն պետք է լուծի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իհարկե այս կազմակերպությունները իրենք 100-ից ավելի անդամ պետություններ ունեն եւ ամեն անդամ պետություն չէ, որը կոնֆլիկտի տրամաբանությունը գիտեր եւ Ադրբեջանին հաջողում էր այդ գիտեք այդ ընդհանուր համատեղ սկզբունքների շահերի հիման վրա նման ձևակերպումներ առաջ տանել եւ սա հետս հետե տարեստարի միջազգային հանրության մոտ բերեց կարծրացավ այն դիրքորոշումը, որ այո, այստեղ խնդիրը ոչ թե ինքնորոշման հարց է, այստեղ խնդիրը ոչ թե մարդու իրավունքների հարց է, այլ այստեղ խնդիրը տարածքային ամբողջականության հարց է, որ հայերը կռիվ են անում այդ տարածքի համար, որը միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է։ Հետևաբար հիմա մենք այս առումով մենք այդ անցյալի մեր սխալները պետք է հիշենք եւ նաեւ շատ լուրջ մոնիտորինգ իրականացնենք, թե անցյալում Ադրբեջանի մեթոդաբանությունը գործելու որն էր եւ հիմա փորձենք շրջանցել այդ ուրեմն հաղթահարել այդ խնդիրները։ Մասնավորապես մենք կխոսենք արդյոք նրանից, թե Արցախահայերի վերադարձի իրավունքից թե ոչ։ Մենք կխոսենք արդյոք Սումգայիթի, Բաքվի, Ջարդերի եւ այլնի հետևանքով Հայաստան եկած փախստականների վերադարձի իրավունքից թե ոչ, Ադրբեջանը միևնույն է խոսելու արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի խաղաղության գործընթացին զուգընթաց, խաղաղության օրակարգը, խոսույթը առաջ մղելու հետ
զուգընթաց մենք միջազգային դաշտում մշտապես ակտիվ առաջ տանենք եւ Արցախահայերի վերադարձի իրավունքը եւ Բաքվի, Սումգայիթի եւ այլ ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի հետևանքով Հայաստան մազապուրծ եղած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը։ Շատ լավ, եւ վերջին հարցը ու ամփոփենք Տիկին Մարգարյան, Ադրբեջանը կրկին ապատեղեկություն է տարածում, որ կրակում է սահմաններին կեղծ, ամենևին կեղծ ապատեղեկություն, նորից սկսել է շրջանառել այդ թեզը, զուգահեռ իրականության մեջ Միացյալ Նահանգների թիվ 1 գերտերության ղեկավար Դոնալդ Թրամփը կարծես կարմիր լույս է վառում Իսրայելի նկատմամբ, որ չհարվածես, միջուկային որևէ գործարքի մեջ չմտնես, հարվածելու մասով եմ խոսում Իրանի հետ, այսինքն Իրանին նույնպես մեսիջ է հղում։ Այս ֆոնին Ադրբեջանը կարող է այսպես ասած ժողովրդական լեզվով խելքը գլուխը հավաքել եւ չգնալ սադրանքների։ Դե մեծ պատերազմի էր ինքը պատրաստում ստեցություն։ Այո, գլոբալ տարածաշրջանային պատերազմի էր պատրաստվում։ Այս պայդրությամբ մենք տեսնում ենք, որ դա կարծես չի հաջողվում եւ մասնավորապես ինչու, որովհետեւ այստեղ Իրանի հետ բանակցություններում դա միայն միջուկային ծրագրի հարցը չէ, դա նաեւ հրթիռների ծրագրի հարցն է եւ եթե միջուկային ծրագրի շրջանակներում կարելի է որոշակի առումով գալ համաձայնության, այն պայմանները, որոնք առաջ են քաշում Միացյալ Նահանգների կողմից հրթիռների ծրագրերի վերաբերյալ, այստեղ խնդիրները շատ ավելի լուրջ են, որովհետև եթե Իրանը բացի իր գաղտնի օբյեկտները, որտեղ հրթիռներն են պահվում, ապա դա կնշանակի այդ տեղեկատվությունը անմիջապես տալ Իսրայելին։ Իրենք շատ հաճախ նաև նախկինում էլ միշտ բողոքում են, որ ՄԱԳԱՏԵ-ն գալիս էր մոնիտորինգային խումբը, միջուկային օբյեկտների եւ այլն, հետո տեղեկատվությունը սպրտում էր գնում էր իսրայելական դաշտ։ Այսինքն կարծում եմ, որ այստեղ ամերիկյան կողմի համար միանգամայն պարզ է, որ ուժով, ուրեմն ցամաքային որևէ ռազմական գործողությամբ հարցը մտնելու է փակուղի եւ ավելի գլոբալ պատերազմի հիմք է տալու։ Բնականաբար այստեղ Ադրբեջանը արդեն շատ արագ կսկսի վերանայել իր վարքագիծը եւ կարծում եմ արդեն որոշակի առումով ավելի հակված կլինի Հայաստանի հետ բանակցելու, որովհետև այսօր կարծես թե տեղի եւ վայրի վերաբերյալ բանակցություններ գոյություն չունեն, իրենք անդադ խուսափում են, որովհետև իրենք սպասում են հենց այս կոնտեքստում էին պատկերացնում, որ պետք է ամեն ինչ առաջ տանեն, բայց կուզեի նաեւ ընդգծել մի փոքր մի քանի նախադասություն, ինչ վերաբերում է կրակոցներին, այդ ապատեղեկատվությունը, որ տարածվում է, այնուամենայնիվ կարծում եմ, որ լարված պահելով հանդերձ իրավիճակը, սահմանային իրավիճակը Ադրբեջանը նաև փորձում է դելեգիտիմացնել Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ այս ժամանակահատվածում ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից կարծես թե հայտարարություններ չեն լինում առայն, որ Ադրբեջանը կրակում է, որտեղ մենք ունենք ապացույցներ, իրենք չունեն, չեն ներկայացում, բայց մենք ներկայացում ենք։ Ես կարծում եմ նաև պետք է կապել նրա հետ, որ մենք ըստ էության համաձայնել ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ուրեմն ծառայություններից հրաժարվելու այդ դիրքորոշմանը, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։